Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ յուրաքանչյուր մեր թողարկմանը ես նշում եմ, որ ամենակարևորն իրականում երկու հիմնական խնդիր է, որ մենք փորձում ենք on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին գտնել պրոֆեսիոնալի, ում պետք է դիմել, երբ ես ասպարեզում խնդիր ունես, ու երկրորդը ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաև մոտիվացնող է։ Դեպքեր կան, հատկապես առողջության հետ կապված, օրինակ աչքի հետ կապված ցանկացած խնդրի, երբ նույնիսկ լրացուցիչ տեղեկատվության կամ ինչպես ասում են որևէ խորհրդի կարիք չկա, որովհետև եթե մենք ասում ենք աչքի հետ կապված խնդիր, ավտոմատ տարիներ ու տասնամյակներ շարունակ յուրաքանչյուրիս մտքում հենց մեկ արտահայտություն է՝ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն։ Սակայն այսօր մենք հնարավորություն ունենք, ես պատիվ ունեմ եւս մեկ անգամ հանդիպել ու զրուցել հրաշալի ու պրոֆեսիոնալ մասնագետի հետ, եւ կարծում եմ, որ այսօրվա զրույցը, քանի որ շատ ավելի տեղեկատվություն է պարունակում, պիտի ձեզ ուղակի, ինչպես ասում են, դեղատոմսի նման ինչ որ առումով օգնի, որ խնդրի դեպքում է պետք դիմել, որ խնդրի դեպքում ինչքան կարևոր է ժամանակին դիմելը։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Էլ-Ռումում ողջունել Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանին։ Տիկին Մալայան, շատ շնորհակալ եմ, որ նորից առիթ ունենք հանդիպելու։ Ձեզանից էլ շնորհակալ։ Դոկտոր, ձեր թույլտվությամբ ուզում եմ այսօր մի քիչ մասնագիտական ուղղությանն անդրադառնանք, բայց նաև մեր ժամանակներում, հա, բժշկի դիմելու կուլտուրայի առաջին փուլը կարծես հենց բժշկական այդ էթիկան է։ Բժիշկ, բժիշկ-պացիենտ, բժիշկ-ուսանող, սրանք բոլորն առանձին ճյուղեր են, որոնք հարաբերությունների որոշակի կանոնակարգումների կարիք ունեն։ Այո, բժշկական էթիկան դա բավականին մեծ եւ շատ խորքային իմաստ ունեցող զանգված է բժշկության մեջ եւ միշտ մեծ տեղ ենք տվել այդ հատվածին բժշկության, որովհետեւ մեծ դեր է խաղում այդ ամբողջ օղակների մեջ բժիշկ, այցելու, բժիշկ, ուսանող, պացիենտ եւ այլն։ Եվ ցավոք մեր դարում մի տեսակ անտեսված է այդ հատվածը։ Մի ժամանակ ունենք դասախոսություններ դրան նվիրված, ունենք զրույցներ մեր մեծերի հետ։ Այսօր այդ հասանելի ինֆորմացիան մի տեսակ դա նահանջել է, այդ մարդկային շփումը։ Այսինքն ինչ են անում մարդիկ։ Հələ տեսնեմ ով է լավ մասնագետ, ու զուտ ինչ որ, չգիտեմ, լայքերի քանակով կամ չգիտեմ ինչ որ ինտերնետային, հա, կապի միջոցով որոշում են, թե ում մոտայից իհարկե դա էլ է պետք, բայց շփումը անմիջական բժիշկ այցելու շատ մեծ տեղ եմ տալիս դրան, քանի որ բժշկությունային ասպարեզն է, որ աշխատում ենք մարդկանց հետ, խնդիր ունեցող մարդկանց հետ, եւ շատ հաճախ այդ մարդը չի պատկերացնում իր խնդրի անլրջությունը կամ հակառակը լրջությունը, եւ բժշկի առաջի իսկ բացի ախտորոշելուց, առաջի բնական անելիքը դա ճշգրիտ ախտորոշել եւ այլն, չբաց թողնել ինչ որ խնդիր, մատուցել այդ ինֆորմացիան այցելուին եւ շատ կարեւոր է թե ում հետ ես զրուցում, ինչ ստատուսի, ինչ խառնվածքի մարդու հետ ես զրուցում եւ պիտի անմիջապես հասկանաս ոնց ասես, որ դու խնդիր ունես, որը օրինակ ցավոք անբուժելի կամ հակառակը խնդիր չունես, բայց ինքը շատ տրամադրված է, որ ինքը լուրջ խնդիր ունի եւ սպասում է բժշկից շատ լուրջ զրույց, գիտականորեն բացատրես, որ գիտեք, դա շատ կարեւոր պահ է բժշկության մեջ եւ դրանից շատ կախված է այ կապը բժիշկ այցելու ինչպես կշարունակվի։
շատ օրինակներ գիտենք, որ փայլուն վիրաբույժներ են եղել, փայլուն բժիշկներ են եղել, բայց շփումը այցելուի հետ եղել է, թերի կամ չի ստացվել, հա, եւ դա իրոք մեծ դեր է խաղացել բժշկի կայանալու մեջ։ Ինչ վերաբերվում է բժիշկ էթիկային, ցավոք, այստեղ շատ ավելի տխրացնող պահեր կան եւ այս դարի խնդիրներից մեկն է, որ փորձում են կայանալ մյուսին փնովելով, որը անթույլատրելի է բժշկության մեջ։ Բոլորս ի նկատի ունեմ բժիշկների անցնում են բավականին դժվար ճանապարհ միջև կայանալը եւ դա տևում է տարիներ եւ դու ամեն մի բուժած հիվանդի վրա դողում ես, աղոթում ես, որ Աստված տա լավ լինի, ամեն մի վիրահատությունից առաջ բնականաբար անկախ դրանից դու փորձառու մասնագետ ես, թե ոչ այդքան փորձառու, դու միևնույն է այդ մարդու հետ ապրում ես այդ պահերը եւ չկա բժիշկ ցավոք, որը չունենա ոչ հաջողված վիրահատություններ կամ ոչ հաջողված բուժված հիվանդ եւ երբ որ գալիս են մեկ ուրիշ բժշկից, դժգոհ, հա, այսպես ասենք, երբեք չի կարելի դա ոնց են ասում յուղ լցնել կրակի վրա, դա անթույլատրելի է ըստ ինձ, որտեվ ցանկացած բժիշկ կարա լինի նույն վիճակում եւ վստահ եմ բոլորս ունեցել ենք այդպիսի դեպքեր։ Երևի թե այդ բոլոր փուլերը ավելի հոգեհարազատ հասկանալու համար պետք է միշտ առաջինը մտածես, որ կարա հակառակը լինի։ Դա անթույլատրելի է եւ ցավոք մենք առնչվում ենք այդ խնդիրների հետ այսօր եւ անհամեմատ դրանք ավելի շատ են, քան օրինակ 25 տարի առաջ, երբ որ ես նոր իմ քայլերը անում էի որպես նորաստեղծ բժիշկ, այդ կոլեգիալնեսը ինքը ցավոք նահանջում է այս դարում եւ փորձում եմ իմ ուսանողներին ասել, մենք ձեզ միայն բժշկություն չենք սովորում, մենք փորձում ենք ձեզ նաեւ սովորել որոշ քայլեր, որոշ կարևոր կետեր այդ էթիկայի մեջ։ Երբեք մի ասեք ես ձեզ 100%-ով կբուժեմ, երբեք մի ասեք, որ այ այդ բժիշկը սխալ արեց, ես ձեզ ճիշտ կբուժեմ, որտեղ դա անընդունելի է եւ անթույլատրելի։ Այո։ Շատ կուզենամ, որ մենք բոլորս, հա, քիչ թե շատ փորձառու բժիշկները մեր երիտասարդ բժիշկներին ամեն օր ինչ որ մի փոքր գիտելիք տանք նաև այդ ասպարեզի մեջ։ Այո։ Ես շատ եմ կարևորում այդ հատվածը բժշկության։ Տիկին Մալայան, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը միշտ, այսինքն դեռ ժամանակ չի ունեցել ըստ էության մրցակիցներ։ Բնականաբար նաև մասնագետների առումով, եթե ակնաբուժություն ուրեմն այստեղ են, հիմա էլ կարողացել է այս բոլոր տարիների ընթացքում իրականում պահել, հա, իր այդ բարձր նշաձողը։ Մենք գիտենք տարբեր շատ ասպարեզներում կային մասնագիտացված կենտրոններ, որոնք սարքավորումների եւ այլես առումով զիջելով առաջատարի իրենց դիրքը զիջեցին։ Մալայանի կենտրոնը այս առումով լրիվ տարբեր է։ Հիմա ես գիտեմ, որ նորից անընդհատ նոր սարքավորումներ, նաև այդ տեխնիկական առումով ու բժիշկների անընդհատ քայլեր այսպես շարունակական ձեռնարկվում է։ Ինչ վիճակում է, ինչպես է գնահատում այսօր բաժանմունքի վիճակը հնարավորությունների առումով եւ որ խնդիրներով կարելի է դիմել հենց ձեր ղեկավարած բաժանմունքը։ Մեր բաժանմունքը ոնց ստեղծվել է, այդպես էլ շարունակում է գործել ախտորոշման եւ էքսիմեր լազերային վիրաբուժության ոլորտում, հա, եւ երևի թե էլի մի քիչ սխալ է շեշտը դրել սարքավորումների վրա։ Իհարկե այդ ամեն ինչը կա եւ ժամանակի հետ նորացվում է, առանց դրա չի լինի, բայց աշխատել այդ ամեն ինչի հետ եւ աշխատել
տալով բարձր արդյունավետություն, դա միայն եւ միայն բժիշկների եւ կոլեկտիվի շնորհքն է, այ այդպես ասենք։ Իրականում։ Քանի որ ելի վերադառնում ենք նրան, որ առաջ գնալը դա միայն նոր սարք ձեռք բերելը չի։ Դա նոր գիտելիքներ, երիտասարդներին ճանապարհ տալ, մեծացնել սերունդ, կարծում եմ դա ամենակարևոր երաշխիքն է առաջ գնալու եւ պահելու այդ բարձր մակարդակը։ Էկզիմեր լազերային վիրաբուժություն եւ ախտորոշում։ Այս դեպքում կարճատեսության, հեռատեսության որ խնդիրներով կարող են դիմել, որ խնդիրներով է, որ հենց հիմա երբ նայում են եւ ունեն այդ խնդիրը, կարող են անմիջապես գալ, դիմել հենց ձեր բաժան։ Գիտեք, խնդիրները երևի թե նույնն են, այսինքն կարճատեսություն, ասtigmatism, հեռատեսություն, կերատոկոնուս, բայց լայնացել է մեր առաջարկները այցելուներին։ Օրինակ, եթե տարիներ առաջ մենք կերատոկոնուսը բուժելու համար ունեինք մեկ տարբերակ, դա բոլորին հայտնի արդեն cross-linking բուժումն է, այսօր մենք ունենք նաև տարբերակ լավացնել այդ այցելուների տեսողությունը մեկ ուրիշ վիրահատությունով, օղակների տեղադրումով եւ երևի թե մեծ նորությունը մեր բաժանմունքում Հայաստանում դա կատարել էքսիմեր լազերային վիրահատություն եւ cross-linking իրար հետ։ Հա, միասին։ Նույնը անդրադառնանք կարճատեսություն, հեռատեսություն եւ ասtigmatism, եթե տարիներ առաջ մենք ունեինք սահմանված կարճատեսության վերին շեմը 10 աստիճան, այսօր դա 15 աստիճան է, նույնը կարող եմ ասել ասtigmatism-ի մասին, հեռատեսությունը ընդհանրապես չէինք վիրահատում, խոսքը 15 տարի առաջ, հա, այսինքն հիվանդությունները, վիճակները նույն են, որով որ դիմում են մեզ, բայց ընտրությունը արդեն շատ ավելի լայն է, հիմա պաստորեն հեռատեսությունն էլ են վիրահատում, այսինքն տարիքային հեռատեսությունը կարող են, թե տարիքային հեռատեսությունը էլի ունենք մեծ քայլ առաջ ակնաբուժության մեջ, երբ որ հարցը լուծվում է ոսպնյակը փոխելով։ Այսինքն գոյություն ունի այսպես կոչված մուլտիֆոկալ ոսպնյակներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդին տեսնել լավ առանց ակնոց թե մոտ հեռավորության, թե հեռվի հեռավորության։ Դրանք մի քիչ ավելի շատ կատարակտալնի վիրաբուժություն է, հա, բայց էլի համարվում է ռեֆրակցիոն նպատակով, քանի որ հիվանդը ազատվում է ակնոց կրելուց։ Կա իհարկե տարիքային սահմանափակում, որ այդ վիրահատությունը հիմնականում առաջարկում են 45 ու բարձր տարիքին։ Կարևորը որ մենք ունենք ընտրություն, այսինքն այն ինչը որ արդեն իսկ ամբողջ աշխարհում ընդունված, հա, մոտեցումները մեր հիվանդանոցում արդեն էլ վաղուց ընդունված մոտեցումներ, այո, կիրառվում է։ Նույնը նաև պաստորեն ասtigmatism-ի դեպքում, այս դեպքում էլ առաջարկները շատ են։ Կար ասtigmatism-ի տեսակ, մենք դա անվանում ենք խառը ասtigmatism, որը ընդհանրապես թույլ չէր տալի այն ժամանակվա սարքավորումը վիրահատել։ Այսինքն այդ մեծ զանգվածը հիվանդների բավականին շատ են նրանք, ուղղակի մերժվում էին։ Այսօր արդեն 10 տարուց ավել ունենք այդ հնարավորությունը եւ ասեմ, որ բավականին բարձր եւ կայուն արդյունավետություն ունենք։ Նաեւ կատարակտի մասին, Տիկին Մալայանի, եթե խոսենք, ըստ էության երևի ամենատարածված, ամենաշատ հանդիպող հենց եւ խնդիրը եւ վիրահատություններն են։ Այստեղ տպավորություն է, որ ամեն ինչ պարզ է, բայց նորից ելքերը կարող են շատ տարբեր լինել, հա, կատարակտի դեպքում երբ է ճիշտ դիմել եւ ինչից է կախված, որ նույնատիպ, հա, տարիքային այս երևույթը շատ տարբեր լուծումներ է ունենում։ Գիտեք, այսօրվա դրությամբ վիրաբուժական ամբողջ վիրաբուժական աշխարհի մեջ առաջի տեղը գրավում է կատարակտայի վիրաբուժությունը։
Քանի որ նախ առաջ մարդը ունի երկու աչք։ Այո։ Եվ ամենակարևոր պատճառը այն է, որ կատարակտայի վիրաբուժությունը հասել է այն մակարդակին, որ կատարվում է էլի ակնոց չկրելու նպատակով նաև։ Այսինքն գոյություն ունի այսպես կոչված մաքուր ոսպնյակի հեռացում, այսինքն մարդը չունի պղտորված ոսպնյակ, հա, ինչ է նշանակում կատարակտա, դա պղտոր ոսպնյակի առկայությունն է։ Մարդը ունի օրինակ շատ բարձր կարճատեսություն, որի դեպքում էքսիմեր լազերը ցանկալի չի կատարել։ Այդ հիվանդներին առաջարկում ենք ոսպնյակի փոխում, այսինքն վիրահատություն, որի ժամանակ տեղադրվում է այնպիսի արհեստական ոսպնյակ, որ քիչ առաջ ասեցի, կոչվում են դրանք մուլտիֆոկալ լինզաներ, որոնք շտկում են այդ կարճատեսությունը եւ ազատվում է այցելուն ակնոց կրելուց։ Նույն պրինցիպով առաջարկում ենք այդ վիրահատությունը բարձր հեռատեսության ժամանակ, երբ որ նորից լազերային միջամտությունը մի փոքր ցանկալի չի։ Այսինքն պարտադիր չի այսօրվա դրությամբ մարդը ունենա պարտադիր կատարակտա, որպեսզի արվի այդ վիրահատությունը։ Մեծ զանգված այցելուների օգտվում են այդ հնարավորությունից միայն այն նպատակով, որպեսզի չկրեն լինզաներ կամ ակնոցներ։ Հա, սա է փաստորեն պատճառը, որ նաև վիճակագրությունը երբ նայում ես, ոչ միայն շատ ավելի բարձր տարիքի, այլ միջինից բարձր տարիքի մարդիկ են շատ են վիճակագրության մեջ։ Այսինքն կյանքի որակի փոփոխությունը մենք սկսել ենք կարևորել, գնահատել, Տիկին Մալայան։ Փաստերն են խոսում։ Այո, այո։ Շատ ուրախ ենք դրա համար իհարկե, եւ դա մեր հպարտությունն է, որ այո, բոլոր ասպարեզներում ակնաբուժության այսօրվա դրությամբ հիվանդանություն ունի առաջատար մոտեցում եւ ժամանակակից բոլոր մեթոդները կիրառվում են մեր հիվանդանոցում։ Այո, եւ նաեւ ախտորոշման մասին մենք մի քիչ ավելի քիչ ենք միշտ խոսում։ Առաջի քայլը անկախ դրանից թե ինչ կանգատով հիվանդը մտավ հիվանդանոց, բնականաբար պիտի անցնի ստուգումներ, մինիմալ, մաքսիմալ, ում ինչ ուղղությամբ որ կարիքը պետք է, եւ այստեղ էլ ոչ մի սահմանափակում չկա հիվանդանոցում, չկա գործիքային ստուգումներ, որը չարվի մեր հիվանդանոցում եւ էլի շեշտեմ բարձր կվալիֆիկացիայի բժիշկների մասին է խոսքը հիմնականում։ Տիկին Մալայան, իսկ ասենք խնդիրները, հիմա օրինակ շատ դեպքերում մենք ասում ենք օդի կեղտոտվածություն, ալերգիայից է, լավ, սա ինչ որ առումով իհարկե դրանք կարող են երևի նպաստել որոշ խնդիրների, բայց ինչ որ առումով սա նաև մեզ կարծես հանգստացնում է, մենք ըստ էության ախտորոշումը դնում ենք, ինչից կարող է լինել աչքի ինչ որ անհարմարավետության այդ զգացողությունը եւ ուշացնում ենք ժամանակին դիմելը։ Իհարկե հետաձգել պետք չի, եթե ունեք գանգատ։ Եթե չունեք գանգատ, մեր խորհուրդն է միշտ եղել տարի 1 ստուգվել, այո։ Դա շատ ժամանակ այսօրվա դրությամբ չի պահանջում եւ դա է երաշխիքը, որ նույնիսկ դեռ հիվանդությունը չզարգացած, բայց ինքը կարա հայտնաբերվի բժշկի կողմից եւ արդեն բնականաբար տրվի տվյալ մարդու համապատասխան ցուցումներ, նշանակումներ, չգիտեմ, խորհուրդներ եւ այլն։ Եվ նաև հիմա ժամանակը, հա, մարդիկ բնականաբար էս արագության դարում դժվար է ժամանակ այսպես գտնել, հատկացնել երկար։ Ես գիտեմ, որ Մալայան կենտրոնում հիմա նաև շատ ճկուն է, այսինքն աշխատելու, այդպես առաջ շատ երկար ժամանակ էր, շատ ենք մենք էլ մտածում այդ ուղղությամբ, այդ հերթերը, այդ սպասելը հնարավորին չափով մինիմալ բերի մինիմումի, սակայն հիվանդների հոսքը բավականին մեծ է եւ մեծ զանգված հափորձում են հերթագրվել եւ մենք փորձում ենք այդ հերթագրումները սենց ճշգրտությամբ պահպանել։ Իհարկե մի օր ստացվում է, մի օր չի ստացվում, բայց
պատճառը չստացվելու նորից մեծ հոսքը հիվանդների։ Ոչ բոլորին ես կարողանում ժամով ընդունել, որովհետև գալիս են, չգիտեմ, շտապ դեպքեր, գալիս են տատիկներ, պապիկներ, որոնք նույնիսկ հնարավորություն չունեն, զանգել, երթագրվել եւ այլն, եւ բնականաբար իրենց մերժել, չնայել, դա ճիշտ չի։ Ճիշտ չի։ Դրա համար ժամ վերցրած եմ, մի փոքր ստիպված է սպասել, կարծում եմ կշտկենք հնարավոր չափով այդ հարցն էլ կշտկենք։ Տիկին Մալան, դուք սկզբում էլ խոսեցիք, հենց սկզբում, որ ուսանողներին այս կարևոր հմտությունները նաև փոխանցում եք, նախորդ անգամ այսպես խոսեցիք նաև հիացմունքով, նոր սերնդի մասին, այսինքն ակնաբուժությունը բավական դժվար բարդ ոլորտ է, բայց հոսքը մեծ է, չէ՞, այս ուղղությամբ։ Այո, բավականին շատ են մեր մոտ արդինատորները, այսինքն արդեն ուսանող չեն, բայց դեռ բժիշկ չեն, այսինքն իրանք ընդունվում են, որպեսզի սովորեն միմիայն ակնաբուժություն։ Եվ այո, շատ փայլուն երեխաներ կան, որոնց հետ անverջ ուզում ես աշխատես եւ քո փորձը իրենց փոխանցես։ Բայց մարդկային շփումը միևնույնն է, երևի ոչինչ չի կարող, չէ՞, շփմանը փոխարինել, Տիկին Մալայանը։ Այս առումով նաեւ պացիենտի հետ, որովհետեւ այդ վստահությունը, ասենք, տարբեր սերունդների հետ եք դուք նաև հնարավորություն ունեն շատ հաճախ այցելուներ կան, որոնց հետ զգում ես, որ պետք է մի երկու բառ խոսել ոչ բժշկությունից։ Չգիտեմ, հարցնել ինչ որ մի հարց տալ, որից ինքը այնքան շոյվում է, այնքան իրան, չգիտեմ, ինչ որ շատ առաջի հայացքից սենց ոչ խոր իմաստ հարց, բայց տեսնում ես ինքը այդ մի հարցից սենց իրան այնքան լավ է զգում ու արդեն ստացվում է մի քիչ ավելի լուրջ խոսակցություն կոնկրետ իր հիվանդության հետ կապված։ Այս ժամանակի ընթացքում են այս հմտությունները գալիս, թե ամեն դեպքում մարդկային ինչ որ չգիտեմ, գուցե այն մթնոլորտը, որ տանը տիրում է, գուցե բնավորության, մտածողության ձևը։ Երևի թե ամեն ինչից քիչ-քիչ, բայց իհարկե փորձը մնում է փորձ ամեն ինչ։ Եվ ցանկացած բժիշկ, անկախ ինչ բժիշկ է, ինքը մի փոքր հոգեբան պիտի լինի։ Այդ հոգեբանությունը ինքը էլի գալիս է փորձից։ Այո։ Երիտասարդ ժամանակ սենց սաղ կամ մրսևա կամ սպիտակ է։ Տարիքի հետ հասկանում ես, որ կան երանգներ ու արի ստեղ շատ գիտական չխոսամ կամ շատ չգիտեմ։ Նյուանսներ են իհարկե, որը որ միանշանակ փորձը մեծ դեր է խաղում։ Ինչքանով էլ կարևոր, որպեսզի պրոֆեսիոնալը լինի նաև տեսակով կայացած մարդ։ Իրար հետ շահ կապված վիճակներ, որտեվ դու նաև կայացած ես զգում քեզ այն ժամանակ, երբ որ դու գիտակցում ես, որ դու ինչ-որ բանի հասել ես քո մասնագիտության մեջ։ Քիչ դժվարանում եմ ինձ միանշանակ ասել, որն է առաջն է, այսինքն ինչից ինչն է բխում, բայց երևի թե все-таки մասնագետ դառնալուց հետո ես դառնում ինքնավստահ, մի փոքր ու կայացած ես զգում քեզ։ Ու դրա համար տարիներ է պետք, իհարկե դրա համար բժշկի կյանքը շատ սենց մի տեսակ համ երկար է, համ շատ կարճ։ Ուսանող ես, հետո արդինատոր ես, հետո սկսում ես քայլեր անել, ինչ որ բանին հասնում ես ու հասկանում ես, որ մի, չգիտեմ, 5-6 տարուց արդեն պիտի, ոնց ասած, 10 զիջես տեղդ երիտասարդների։ Բայց այն շատ խիտ է բժշկի կյանքը։ Շատ խիտ, մեկ օրվա, այդպիսի արտահայտություն կար, չէ, որ ասում են մեկ օրվա մեջ մի քանի օր։ Դե միայն այդ, որ կյանքի որակի հետ կապված, օրվա առաջի կեսը այսպես, հետո տանը մենք առիթ ունեցել ենք ավելի Դա նորմալ է։ Դա նորմալ է, բայց ասենք պիտի գաս դրան։ Երևի թե կրկնվեմ, որ եթե տաննել ես ամեն ինչին վերաբերվում սիրով, ու գործի տեղը, դա ինքնիստինքյան ստացվում։ Դու չես մտածում ոնց պետք է անեմ։ Ուզելով ես անում, սիրելով ես անում,
ստացվում է, կամ կարող է մի օր ստացվի, մի օր չէ, բայց տենց ինչ որ մեծ ծավալով ուժված ոչ ոք երևի թե չի լինում։ Այո, սիրով ու պատասխանատվությամբ։ Դե արդեն բժշկի մասնագիտությունը այդ պատասխանատվություն ստանձնելն էլ է դառնում սիրելի մի բան, ուզած չուզած երևի։ Այո։ Շնորհակալ եմ շատ Տիկին Մալայան, ինչպես միշտ ձեզ հետ շատ հաճելի է ամեն ինչի մասին զրուցելը։ Ես իսկապես ամեն անգամ ես ուզում եմ, մտածում եմ, որ մարդիկ բուժառուները երբ գալիս են, իհարկե գալիս են ինչ որ խնդրով, հիմնականում եւ շատ վիճակագրությունն ուղղակի կարելի է նայել հասկանալու համար, թե դիմողների ինչքան տոկոսն է կարողացել լրիվ իր խնդիրը լուծել Մալայանի անվան կենտրոնում եւ Տիկին Մալայանին դիմելով, բայց բացի դրանից կարծում եմ տանում են նաեւ իրենց համար շատ կարեւոր մի բան, այդ հնարավորությունը ձեզ հետ շփվելու։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, մասնագիտական, այսինքն ուղղություններ կան, որտեղ որ իրականում պետք է արագ քայլերի հաջորդականություն։ Այսօր Ելենա Մալայանի հետ զրույցում կարծում եմ, որ խնդիրները, որոնք կան, որոնց լուծման տարբերակների մասին խոսեց դոկտորը եւ այստեղ մի կարեւոր բան կա, երբեք չի կարելի հետաձգել, ամեն ինչ կարելի է պլանավորել, որովհետեւ աշխարհում այնինչ հնարավոր է իրականացնել նաեւ այստեղ։ Ամենակարևորը, մենք անընդհատ իսկապես խոսում ենք սարքավորումների մասին, դոկտորը ինձ շատ ճիշտ նաև ուղղեց, առաջինն ու ամենակարևորը հենց մասնագետներն են, բժիշկներն են։ Եվ մենք մյուս բոլոր ոլորտներում խոսում ենք այդ ինստիտուցիոնալ հիշողություն ասվածի մասին, ինստիտուցիոնալ հենց հիշողությունը, հենց ակնաբուժության հետ կապված սա էլ կա հենց Մալայանի կենտրոնում։ Խնդիրների լայն սպեկտրը, որը կարելի է լուծել Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, իհարկե ակնաբուժական բոլոր խնդիրները բոլոր տարիքային խմբերի համար, բայց մենք զրուցում էինք էկզիմեր լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի մասին, խնդիրներն իրականում սպեկտրը բավական լայն է եւ ամենակարևորը խնդիրները, ինչպես նշեց դոկտորը, կարող են նույնը լինել, բայց լուծման տարբերակների առաջարկները բավական շատ են։ Ասում են, որ յուրաքանչյուր անգամ, երբ դու գիտես, որ քո խնդիրը լուծելու համար բացի շատ պրոֆեսիոնալ մոտեցումից նաև մարդիկ են, ովքեր կարողանում են քեզ հասկանալ, աչքերիդ մեջ նայելով հասկանալ, նշանակում է շատ ավելի մեծ է հավանականությունը, որ կարճ ժամանակում եւ շատ արդյունավետ լավագույն տարբերակով կկարողանաս խնդիրը փոխել։ Ժամանակները փոխվել են եւ հիմա կյանքի որակի վրա նաև ծախսվող ժամանակը պիտի ավելի քիչ լինի։ Ինչու կրել ակնոց, եթե ուղակի հնարավոր է առավոտյան արթնանալ եւ այսպես հրաշալի աշխարհի գույները տեսնել առանց օրինակ ակնոցի։ Ինչու երկար ժամանակ խնդիրներ ունենալ լուրջ հիվանդությունների, եթե կարելի է դրանք ժամանակին ու պրոֆեսիոնալ մասնագետին դիմելով արագ լուծել։ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էկզիմեր լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Մալայանի հետ էինք այսօր զրուցում։ Ես այս պահին ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ մաղթել, որպեսզի իրականում մեզ աշխարհում հնարավորություն ընձեռվի շատ հանդիպել մարդկանց, ովքեր եւ իրենց տեսակով եւ իրենց կերպով, մտածողությամբ, գենետիկայով կարող են այսքան տարբերվող լինել, որովհետեւ աշխարհում աչքերը իրականում նրա համար են, որ ամեն ինչ լավ տեսնել ու աշխարհի գույները տեսնել, բայց պիտի կարողանաս նաև տարբերակել ու հասկանալ, որ մարդիկ են, որ այս աշխարհի գույներն ավելի վառ են դարձնում։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։